Ազնիվ որդին Կիրգիզական հեքիաթ Ասում են, մի ժամանակ աշխարհում նշանավոր մի գող է ապրելիս լինում։ Այդ գողը մինուճար մի որդի է ունենում։ Երբ տղան մեծանում է, հայրը նրան իր մոտ է կանչում և ասում. «Որդիս, եթե ինձ սիրում ես, պետք է անպայման գող դառնաս, դա ամենաօգտակար գործն է»։ Հայր իմ, պատասխանում է տղան, թե ես էլ գող դառնամ, ինձ ոչ ոք չի հարգի, ավելի լավ է ազնիվ աշխատանքով ապրեմ։ Գողը շատ է բարկանում և կատաղած ասում է. «Էդ ոնց կլինի, որ տղան հոր ճանապարհով չգնա։ Մի բանը ևս մեկ անգամ եմ ասում, և իմ խոսքից երբեք ետ չեմ կանգնում։ Հենց էս գիշեր կգնաս և կգողանաս Ջոշբայի սև եզը, թե որ չգողանաս, ուրեմն քեզ իմ տանը տեղ չկա, գնա իմ տնից»։ Տղան դուրս է գալիս յուրտից, գնում է բայի մոտ, առնում է նրա սև եզը և խոսք է տալիս պարտքը վճարել աշնանը, նոր բերքից ստացած ցորենով։ Եզը տուն է բերում, հայրը, տեսնելով եզանը, շատ է ուրախանում, որ տղան կատարել է իր հրամանը։ Եզը մորթում են, միսը եփում ու նստում ուտելու։ «Հայր», ասում է տղան, «ուտելուց առաջ արի կշռվենք, ուտելուց հետո էլ կշռվենք ու կիմանանք, թե ով ինչքան է չաղացել»։ Հայրը համաձայնում է և նրանք կշռվում են։ Երկու շաբաթ անց, երբ ամբողջ միսը ուտում ու վերջացնում են, երկուսն էլ նորից կշռվում են։ Պարզվում է, որ հոր քաշը մնացել է նույնը, իսկ տղան չաղացել է։ Հայրը շատ է զարմանում և ասում է. «Որդիս, այս ինչ է նշանակում, չէ՞ որ մենք հավասար ենք կերել ու միասին»։ «Ոչ մի զարմանալու բան էլ չկա», պատասխանում է տղան։ Երբ դու ուտում էիր գողացված եզան միսը, անդադար մտածում էիր, որ կարող են գալ ու բռնել, իսկ ես ուտում էի առանց վախի, հանգիստ, քանի որ էդ եզը Ջոշբայից ես ոչ թե գողացել, այլ գնել էի, և ուտելիքը վրաս նստում էր»։ Հայրը տղայի խոսքերի վրա մտքի մեջ է ընկնում, հետո ասում է. «Լավ է, որ չես հետևել իմ խորհրդին և ազնիվ մարդ ես մնացել։ Արի սրանից հետո ազնիվ աշխատանքով ապրենք։ Ինչպես ասում է, այնպես էլ լինում է»։